Կառավարության նիստին նախ ներկայացվեց այս տարվա ընթացքում Սևանալճում Սիգի և Խեցգետնի արդյունագործական որսի չափականակների, ժամկետների, պայմանների ու պահանջների վերաբերյալ նախագիծը։ 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանալճում Սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափականակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Արա Մկրտչյանն ասաց, որ այս որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 2025-ին Գիտությունների ազգային ակադեմիայի, կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջազգային գործընկերների իրականացրած Սևանալճում ձկան պաշարների հաշվառման տվյալները։ Նախորդ տարեվերջին լճում Սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ամբողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը ըստ պայմանագրի 2026-ի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափականակ աշնանային որսաշրջանի համար։ Համաձայն հարկային օրենսգրքի փոփոխությունների 26 թվականին Սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կիլոգրամի դիմաց սահմանվել է 200 դրամ, նախկին 65 դրամի փոխարեն։ Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափականակի համար։ Շրջակա միջավայրի փոխնախարարն ասաց, որ 2023, 24, 25 թվականների ընթացքում աճ է նկատվել և որսի սահմանաչափերի և փաստացի որսված ձկան չափականակների, ինչպես նաև վճարված բնօգտագործման վճարի մասով։ Հաջորդիվ առողջապահության նախարարը ներկայացրեց բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում նոր փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Ըստ այդմ կընդլայնվեն բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Որովհետև ըստ էության փակ բաժնետիրական ընկերությունները հանդիսանալով նաև շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ պետք է հնարավորություն ունենան ուրեմն ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությունով։ Առողջապահության նախարարությունը սահմանելով զարգացման ուղեծիր բժշկական կենտրոնների համար հնարավորություն է ստեղծելով, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում բժշկական կենտրոնն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել։ Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման ուրեմն անընդհատ ավելացող արդյունքներ։ Ավանեսյանը նաև ընդգծեց, ըստ այդմ ոչ թե նախատեսվում է կրճատում, այլ կազմակերպաիրավական ձևի խոշորացում։ Որևէ բժշկական կենտրոն, ամբուլատորիա, ԲՄԿ Հայաստանի Հանրապետությունում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպաիրավական ձևով։ Ես ուզում եմ առանձնացնել, որ այն փաստը, որ մենք ոչ միայն կառավարման ուղղությամբ ենք որոշումներ կայացնում, այլ նաև մեծածավալ ներդրումներ ենք կատարում այդ բժշկական կազմակերպությունների վերազինման ուղղությամբ, թե միջավայրի, թե տեխնոլոգիաների կամ սարքավորումների, որոնք որ կիրառության մեջ են։ Նոր նախագծով առաջարկվում է կարգավորել երկու հարկատեսակների ավելացված արժեքի հարկի և շահութահարկի մասով փաստավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման և վճարման դեպքում հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրները։ Երկու մեծ նպատակ է հետապնդում։ Առաջինը բիզնեսի կյանքի հեշտացումը և բիզնես միջավայրի լավացումը, մյուսը վարչահարության դեպքում հնարավոր վեճերից խուսափումը։ Ավելացված արժեքի հարկի մասով կարգավորումը վերաբերում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, առաջարկվում է կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը։ Մեկ այլ կարգավորմամբ կանոնակարգվում են ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքների վերադարձի մասին գործարքները։ Դրանց ճշգրտման դեպքում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը։ ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ որ վերադարձը տեղի ունենում ներկայումս, հարկ վճարող ստիպված է գնալ հետ համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով։ Այս կարգավորումով հնարավորություն ենք տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում։ Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում կամ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն ամբողջությամբ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով հնարավորություն կունենան ձեռք բերելու բնակարան, բնակելի տուն։
վարկը, կանխավճարը, մայր գումարը եւ տոկոսները ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին Պաշտպանության նախարարության կողմից։ Մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով իրենք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունը առաջնային կամ երկրորդային շուկայից սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում։ Հրաչյա Սարգսյանի խոսքով հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քառակուսի մետր տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 միլիոն դրամի չափ։ Եվ նա հնարավորություն կունենա այդ գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Մի խոսքով ծրագրի լավարկմամբ հնարավորություն է տրվելու, որ զինծառայողն ինքն ընտրի, որտեղ այդ գույքը ձեռք բերի եւ ինչ արժեքով։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։